Երբ ոստիկանությունը մտավ Երվանդ Մանարյանի տուն 2018 թվականի դեկտեմբերին, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցված էր եղել, հին տետր, որի կազմին գրված էր «Չկարդալ մինչ իմ մահը»։ Այդ էջերում 9-17 տարեկան Մանարյանի ձեռագիրը պատմում էր այն ճշմարտությունը, որը երբեք չէր հնչել հանրային տարածքում։ Նա գրել էր իր վախերի, իր կասկածների, իր հուսահատության մասին։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ վերջին էջում գրված դողացող ձեռքով կար մի անուն, այն մարդու անունը, ում նա համարում էր իր գերեվարող։ Ինչու՞։ Այս տետրը թաքցվել ընտանիքի անդամների կողմից։ Ո՞վ էր այդ անունը, որը Մանարյանը գրել էր վերջին օրերին։ Ինչու՞։ Ազգային հերոսը, որը ողջ կյանքը նվիրել էր արվեստին, վերջին ամիսներին զգացել իրեն որպես քաղաքական գերի։ Եվ ամենակարևորը, ով էր շահագրգռված, որ 9-14 տարեկան ծերունին, որը հազիվ էր քայլում, հայտնվեր հեղափոխության առաջին շարքերում, երբ նույնիսկ նրա բժիշկները արգելել էին նրան տնից դուրս գալ։ Երվանդ Մանարյանը ծնվել էր 1923 թվականին Թիֆլիսում, այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ փնտրում էր իր ինքնությունը խորհրդային համակարգի ծանր ստվերի տակ։ Նրա ընտանիքը չէր պատկանում էլիտային շրջանակներին, հայրը պարզ դերձակ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Բայց փոքրիկ Երվանդի աչքերում այնպիսի կրակ էր վառվում, որ բոլորը, ովքեր տեսնում էին նրան թատրոնի դահլիճում, հասկանում էին՝ այս երեխան ծնված է բեմի համար։ Նա սովորեց Երանի թատրոնական ինստիտուտում, արդեն 20 տարեկանում նրա անունը հայտնի էր ամբողջ Հայաստանում։ Բայց քիչերը գիտեին, որ այդ փառքի ետում թաքնված էր մի ողբերգական գին, որը նա վճարում էր ամեն օր։ Խորհրդային համակարգը սիրում էր իր աստղերին, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հնազանդ էին մնում։ Երվանդ Մանարյանը սովորեց լռել, երբ պետք էր լռել, ժպտալ, երբ պետք էր ժպտալ, երբեք չհարցնել, երբ նրան ասում էին՝ դու պետք է խաղաս այս դերը։ 1950 թվականներին, երբ Մանարյանը արդեն դարձել էր Հայաստանի ամենասիրված դերասանը, նրա կյանքում հայտնվեց մի մարդ, ով փոխեց ամեն ինչ։ Այդ մարդը չէր եղել պարզ ընկեր կամ գործընկեր։ Նա եղել էր մարդ, ով ունեցել էր կապեր Մոսկվայի հետ, մարդ, ով կարող էր բացել դռներ կամ փակել դրանք մեկ հեռախոսազանգով։ Մանարյանի մերձավորները հիշում են, թե ինչպես այդ մարդը հայտնվեց նրա կյանքում, առաջարկելով օգնություն կարիերայի զարգացման համար։ Սկզբում Մանարյանը մերժեց, բայց երբ նրան սպառնացին, որ նրա ընտանիքը կարող է տուժել, նա ստիպված եղավ համաձայնել։ Ինչ էր այդ համաձայնությունը։ Ինչպիսին էր այն գինը, որը Մանարյանը վճարեց իր ազատության համար։ Եվ ինչու։ Նա երբեք չխոսել այդ մասին հրապարակայնորեն, նույնիսկ երբ խորհրդային համակարգը փլուզվեց։ 1960 թվականներին Մանարյանը արդեն ազգային պատկեր էր։ Նրա դեմքը զարդարում էր պաստառները, նրա ձայնը հնչում էր ռադիոյում, նրա անունը արտասանում էին հարգանքով։ Բայց նրա տանը, երբ դռները փակվում էին, Մանարյանը դառնում էր այլ մարդ։ Նրա կինը, Արմինե Մանարյանը, հիշում է, թե ինչպես նա գիշերները նստում էր պատուհանի մոտ, նայում էր դեպի փողոց, կարծես սպասելով, որ ինչ-որ մեկը կգա կտանի նրան։ Նա միշտ վախենում էր, պատմում է Արմինեն։ Նա երբեք չասաց, թե ումից, բայց ես տեսնում էի նրա աչքերում այդ վախը։ Այդ վախը չէր եղել անհիմն։ Խորհրդային տարիներին բազմաթիվ արտիստներ անհետացել էին մի գիշերվա ընթացքում, ոչ ոք չէր հարցնում, թե ինչու։ Մանարյանը գիտեր, որ նա ապրում է բարակ սառույցի վրա, մեկ սխալ քայլը կարող էր ամեն ինչ ավարտել։ Բայց ամենաանհասկանալին այն էր, որ նույնիսկ երբ խորհրդային համակարգը փլուզվեց, երբ Հայաստանը դարձավ անկախ, Մանարյանի վախը չանհետացավ։ Ընդհակառակը, այն ավելի խորացավ։ 1990 թվականներին, երբ երկիրը անցնում էր դժվար տարիներով, երբ էլեկտրականությունը չկար, երբ մարդիկ սառչում էին իրենց տներում, Մանարյանը շարունակում էր աշխատել։ Նա խաղում էր թատրոնում, նա հայտնվում էր հեռուստատեսության էկրաններին, նա մնում էր այն խորհրդանիշը, որին մարդիկ կարիք ունեին այդ մութ օրերին։ Բայց նրա մերձավորները նկատում էին, որ նա փոխվել էր։ Նա դարձել էր ավելի փակ, ավելի զգույշ իր խոսքերում։ Երբ լրագրողները հարցնում էին նրան քաղաքականության մասին, նա միշտ խուսափում էր պատասխանից։ Ես դերասան եմ, ոչ թե քաղաքական գործիչ, ասում էր նա։ Բայց ինչու։ Էր այդ խուսափումը այդքան ակնհայտ։ Ինչ էր նա վախենում ասել։ 2000-րդ թվականներին, երբ Մանարյանը արդեն անցել էր 80 տարեկանը, նրա առողջությունը սկսեց վատանալ։ Նա հազիվ էր քայլում, նրա տեսողությունը թուլացել էր, նրա ձայնը, այն ձայնը, որը երբեմն լցնում էր ամբողջ դահլիճը, այժմ հազիվ էր լսվում։
Բժիշկները խորհուրդ էին տալիս նրան հանգստանալ, մնալ տանը, խնամել իրեն։ Բայց Մանարյանը չէր կարող։ Նա շարունակում էր աշխատել, կարծես փախչելով ինչ-որ բանից, որը միշտ հետապնդում էր նրան։ Նրա ընտանիքը անհանգստանում էր, բայց նա չէր լսում։ Ես պետք է աշխատեմ, ասում էր նա։ Եթե ես դադարեմ, ես կմեռնեմ։ Այդ խոսքերը հնչում էին որպես մարգարեություն, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե որքան մոտ էր այդ ճշմարտությունը։ 2017 թվականին, երբ Հայաստանում քաղաքական լարվածությունը սկսեց աճել, երբ փողոցները լցվեցին բողոքի ձայներով, Մանարյանը դեռ էր տանը, հեռու քաղաքականությունից։ Նա դիտում էր լուրերը հեռուստացույցով, նրա դեմքին կարելի էր տեսնել անհանգստությունը։ Նրա որդին, Արամ Մանարյանը, հիշում է, թե ինչպես հայրը մի օր ասաց նրան. «Ես վախենում եմ, որ նրանք կգան իմ մոտ»։ «Ո՞վ» հարցրեց Արամը։ «Նրանք», պատասխանեց Մանարյանը, այլս ոչինչ չավելացրեց։ «Ո՞վ էին այդ նրանք»։ «Ինչու»։ Էրինը 13 տարեկան ծերունին, ով ողջ կյանքը նվիրել էր արվեստին, վախենում, որ ինչ-որ մեկը կգա նրա մոտ։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Էր նա համոզված, որ այդ այցելությունը անխուսափելի էր։ 2018 թվականի ապրիլին, երբ Երանի փողոցները վերածվեցին բողոքի ծովի, երբ հազարավոր մարդիկ պահանջում էին փոփոխություններ, Մանարյանի տունը դարձավ ուշադրության կենտրոնը։ Մի խումբ երիտասարդներ եկան նրա մոտ, խնդրելով, որ նա միանա բողոքին։ Նրանք ասացին, որ նրա ներկայությունը կտա ուժ շարժմանը, որ մարդիկ կհավատան, եթե տեսնեն, որ Մանարյանը նրանց հետ է։ Մանարյանը սկզբում մերժեց։ Նա ասաց, որ նա չափազանց տարեց է, որ նրա առողջությունը թույլ չի տալիս։ Բայց երիտասարդները չհեռացան։ Նրանք վերադարձան հաջորդ օրը։ Եվ ամեն անգամ նրանց ճնշումը դառնում էր ավելի ուժեղ։ Մանարյանի ընտանիքը հիշում է, թե ինչպես նա սկսեց փոխվել այդ օրերին։ Նա դարձավ ավելի լարված, ավելի անհանգիստ։ Նա դադարեց ուտել, նա դադարեց քնել։ Եվ մի օր, երբ երիտասարդները կրկին եկան, նա համաձայնեց։ Ինչու՞։ Համաձայնեց Մանարյանը։ Ինչ էր այն բանը, որը ստիպեց 9-14 տարեկան ծերունուն, ով հազիվ էր քայլում, ով բժիշկների խորհրդով պետք է մնար տանը, դուրս գալ փողոց կանգնել բողոքի առաջին շարքերում։ Նրա ընտանիքը պնդում է, որ նա ճնշման տակ էր։ Նրանք ասում են, որ նրան սպառնացին, որ եթե նա չմիանա, նրա անունը կպղծվի, նրա ժառանգությունը կքայքայվի։ Բայց ո՞վ էր այդ սպառնալիքները անում։ Ո՞վ էր այնքան անխիղճ, որ օգտագործեր ազգային հերոսի անունը իր քաղաքական նպատակների համար։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Ոչ ոք չկանգնեց Մանարյանի պաշտպանության համար, երբ նա ամենաշատն էր կարիք ունեցել դրան։ 2018 թվականի ապրիլի 21-ին Երվանդ Մանարյանը հայտնվեց Հանրապետության հրապարակում։ Նրան բերեցին ավտոմեքենայով, որովհետև նա չէր կարող քայլել այդ հեռավորությունը։ Նրան օգնեցին իջնել մեքենայից, երբ ամբոխը տեսավ նրան, բարձրացավ ոգորության ալիք։ Մարդիկ ծափահարեցին, մարդիկ լացին, մարդիկ գրկեցին նրան։ Մանարյանը կանգնած էր այնտեղ, նրա դեմքը գունատ, նրա աչքերը դատարկ, նրա ձեռքերը դողում էին։ Լրագրողները շտապեցին նրա մոտ, խնդրելով մեկնաբանություն։ Մանարյանը փորձեց խոսել, բայց նրա ձայնը հազիվ էր լսվում։ Ես հավատում եմ փոփոխությանը, ասաց նա, այդ խոսքերը տարածվեցին ամբողջ երկրով։ Բայց նրանք, ովքեր կանգնած էին նրա մոտ, տեսան ավելին։ Նրանք տեսան, թե ինչպես Մանարյանի աչքերը լցվեցին արցունքներով, թե ինչպես նա փորձեց շրջվել հեռանալ, բայց ինչ-որ մեկը բռնեց նրա ձեռքից պահեց նրան այնտեղ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու։ Չթողեցին Մանարյանին հեռանալ, երբ նա ակնհայտորեն ցանկանում էր դա անել։ Հաջորդ օրերին Մանարյանի պատկերը հայտնվեց բոլոր լրատվամիջոցներում։ Նրան ներկայացնում էին որպես հեղափոխության խորհրդանիշ, որպես մարդ, ով իր տարիքով հանդերձ ունեցել էր քաջություն կանգնել արդարության համար։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Մանարյանին, տեսնում էին այլ պատկեր։ Նրանք տեսնում էին ծերունու, ով հյուծված էր, ով կորցրել էր իր ուժերը, ով ապրում էր վերջին օրերը որպես քաղաքական գործիք։ Նրա բժիշկները զգուշացրին, որ այդ սթրեսը կարող է սպանել նրան, բայց ոչ ոք չլսեց։ Քաղաքական շարժման առաջնորդները շարունակեցին օգտագործել Մանարյանի անունը, շարունակեցին ցույց տալ նրա պատկերը, շարունակեցին պնդել, որ նա նրանց հետ է։ Բայց իրականում Մանարյանը արդեն չէր այնտեղ։ Նա վերադարձել էր տուն, նա երբեք այլս չհայտնվեց հանրային տարածքում։
2018 թվականի մայիսին, երբ հեղափոխությունը հաջողությամբ ավարտվեց, երբ նոր իշխանությունը եկավ, Մանարյանը լռում էր։ Նրան հրավիրեցին տոնակատարություններին, նրան խնդրեցին ելույթ ունենալ, բայց նա մերժեց։ Նրա ընտանիքը ասում է, որ նա խորապես վիրավորված էր։ Նա զգում էր, որ իրեն օգտագործել են, որ իր անունը, իր հեղինակությունը, իր ողջ կյանքի աշխատանքը վերածվել էր քաղաքական գործիքի։ Նա խոսում էր իր մերձավորների հետ, նրանք հիշում են նրա խոսքերը, նրանք ինձ դարձրին մարիոնետ։ Նրանք վերցրին ինձ օգտագործեցին, հիմա նրանք չեն կարիք ունենում ինձ։ Ո՞վ էին այդ նրանք։ Ո՞վ էր պատասխանատու այն համար, որ ազգային հերոսի վերջին ամիսները վերածվեցին քաղաքական թատրոնի։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Ոչ ոք չխնդրեց ներողություն Մանարյանից այն ամենի համար, ինչ նրան արեցին։ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, 9-14 տարեկան հասակում, Երվանդ Մանարյանը հեռացավ այս աշխարհից։ Նրա մահը հայտարարվեց որպես բնական, որպես տարիքային։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին, որ դա ճշմարտությունը չէր։ Մանարյանը մեռավ կոտրված սրտով, մեռավ զգալով, որ իր վերջին օրերը վերածվել էին քաղաքական ցուցադրության։ Նրա թաղմանը եկան հազարավոր մարդիկ, եկան քաղաքական առաջնորդները, ովքեր օգտագործել էին նրա անունը, եկան նրանք, ովքեր պնդում էին, որ սիրում էին նրան։ Բայց Մանարյանի ընտանիքը գիտեր ճշմարտությունը։ Նրանք գիտեին, որ այդ մարդիկ եկել էին ոչ թե հարգանք տալու, այլ շարունակելու այն թատրոնը, որը սկսել էին ապրիլին։ Եվ երբ հողը ծածկեց Մանարյանի գերեզմանը, երբ ամբոխը ցրվեց, երբ քաղաքական առաջնորդները վերադարձան իրենց գրասենյակներ, Մանարյանի ընտանիքը մնաց միայն իրենց ցավի հետ, իրենց հարցերի հետ, իրենց զայրույթի հետ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ 2019 թվականին Մանարյանի որդին, Արամը, որոշեց բացել հոր տետրը, այն տետրը, որը գտել էին տանը։ Եվ այն, ինչ նա կարդաց այնտեղ, փոխեց ամեն ինչ։ Մանարյանը գրել էր իր վախերի մասին, իր կասկածների մասին, այն մարդկանց մասին, ովքեր եկել էին նրա մոտ ապրիլին։ Նա գրել էր, որ նրան սպառնացել են, որ նրան ասել են, որ եթե նա չմիանա բողոքին, նրա ընտանիքը կտուժի։ Նա գրել էր, որ փորձել է մերժել, բայց նրանք չեն թողել նրան։ Եվ ամենաշոկայինը, նա գրել էր մի անուն, այն մարդու անունը, ով եղել էր այդ ամենի հիմնական կազմակերպիչը։ Արամը կարդաց այդ անունը, նրա աշխարհը փլուզվեց։ Դա եղել էր մարդ, ում նա վստահում էր, մարդ, ում նա համարում էր ընտանիքի բարեկամ։ Ինչու՞ էր այդ մարդը դա արել։ Ինչու՞ էր նա օգտագործել Մանարյանին այդպես։ Եվ ամենակարևորը, քանի՞ հոգի էին ներգրավված այդ ամենում։ Արամ Մանարյանը որոշեց հրապարակել տետրը, բայց նախքան դա անելը, նա ստացավ զանգ։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում ասաց նրան՝ «Մի արա դա։ Դու չգիտես, թե ինչ ուժերի դեմ ես դուրս գալիս»։ Արամը հարցրեց. «Ո՞վ ես դու»։ Պատասխանը եկավ. «Ես եմ մարդը, ով փրկեց քո հորը բազմիցս։ Բայց հիմա ես չեմ կարող քեզ փրկել»։ Եվ հեռախոսը անջատվեց։ Արամը վախեցավ։ Նա վախեցավ իր ընտանիքի համար, իր երեխաների համար։ Եվ նա որոշեց չհրապարակել տետրը։ Նա թաքցրեց այն, ճիշտ այնպես, ինչպես հայրը թաքցրել էր այն տասնյակ տարիներ։ Բայց հարցերը մնացին։ Ո՞վ էր այդ մարդը հեռախոսում։ Ինչու՞ էր նա այդքան վախեցած, որ տետրը հրապարակվի։ Եվ ամենակարևորը, քանի՞ հոգի էին դեռ ապրում այդ ստերի հետ, գիտենալով, թե ինչ էին արել Մանարյանին։ Այսօր, երբ Հայաստանը շարունակում է փնտրել իր ճանապարհը, երբ քաղաքական առաջնորդները շարունակում են խոսել արդարության ճշմարտության մասին, Մանարյանի պատմությունը մնում է որպես հիշեցում այն մասին, թե ինչպես են իշխանությունները օգտագործում մարդկանց։ Մանարյանը չէր եղել պարզ դերասան։ Նա եղել էր խորհրդանիշ, նա եղել էր ազգի հպարտությունը։ Բայց նրա վերջին օրերին նա վերածվեց քաղաքական գործիքի, մարիոնետի, որի թելերը քաշում էին այն մարդիկ, ովքեր երբեք չեն պատասխանատվություն կրելու իրենց արարքների համար։ Եվ մինչ Մանարյանի անունը շարունակում է հնչել հարգանքով, մինչ նրա դեմքը շարունակում է զարդարել պաստառները, ճշմարտությունը մնում է թաքնված, ճիշտ այնպես, ինչպես այդ տետրը, որը դեռ պահվում է Արամ Մանարյանի տանը, սպասելով այն օրվան, երբ ինչ-որ մեկը կունենա քաջություն բացել այն ասել աշխարհին, ով էր իրականում պատասխանատու Երվանդ Մանարյանի վերջին օրերի ողբերգության համար։
2018 թվականի ապրիլի 22-ին, երբ Երանի փողոցները դեռ լցված էին հեղափոխական ոգորությամբ, Մանարյանի անձնական բժիշկը մտավ նրա տուն, գտավ ինչ-որ բան, որը նրան սառեցրեց։ Հատակին 5 գորգի տակ պառկած էր փոքրիկ թղթային տուփ, որի ներսում կային տասնյակ դեղահաբեր փաթեթներ, բոլորը դատարկ։ Դրանք եղել էին ուժեղ հանգստացնող դեղեր, այնպիսիք, որոնք նա երբեք չէր նշանակել Մանարյանին։ Բժիշկը վերցրեց մի փաթեթ, տեսավ ամսաթիվը՝ ապրիլի 19, ճիշտ 3 օր առաջ, քան Մանարյանը հայտնվեց հրապարակում։ Դեղատան անվանումը վրա գրված էր ձեռագրով, հատուկ պատվերով, վճարված կանխիկ։ Բժիշկը հասկացավ, ինչ-որ մեկը միտումնավոր կերակրել էր ծերունուն այնպիսի դեղերով, որոնք նրան դարձնում էին ավելի հնազանդ, ավելի շփոթված, ավելի հեշտ կառավարելի։ Ո՞վ էր այդ դեղերը բերում Մանարյանի տուն։ Ինչու՞։ Էր անհրաժեշտ դարձնել 9-14 տարեկան ծերունում քիմիական կախվածության մեջ, ճիշտ այն օրերին, երբ նրան պետք էր հանրության առջ հանել։ Եվ ամենավախեցնողը, քանի հոգի գիտեին այդ մասին, լռում էին։ Մանարյանի կյանքում միշտ եղել էին տարօրինակ սովորություններ, որոնք շրջապատողները համարում էին արտիստական տարօրինակություններ։ Նա երբեք չէր նստում սեղանի գլխավոր տեղում, միշտ պահանջում էր, որ նրա թեյի բաժակը լինի կապույտ գույնի, երբեք չէր թույլ տալիս, որ ինչ-որ մեկը լուսանկարի իրեն, առանց նախապես նախազգուշացնելու։ Բայց 2000-րդ թվականներից սկսած այդ տարօրինակությունները դարձան ավելի խորը, ավելի մութ։ Նա սկսեց պահանջել, որ նրա տան բոլոր պատուհանները ծածկված լինեն հաստ վարագույրներով, նույնիսկ ցերեկը։ Նա սկսեց ստուգել իր ուտելիքը, մինչ այն ուտելը, կարծես վախենալով, որ ինչ-որ մեկը թունավորել է այն։ Նրա մերձավորները նկատեցին, որ նա սկսեց խոսել ինքն իր հետ, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Մի անգամ նրա թոռնուհին լսեց, թե ինչպես պապը շշնջում էր, նրանք գալիս են։ Նրանք միշտ գալիս են։ Երբ նրան հարցրին, թե ով է գալիս, Մանարյանը պարզապես նայեց նրան դատարկ հայացքով, ասաց. «Դու չես տեսնում նրանց։ Նրանք այստեղ են, այս սենյակում»։ Շրջապատողները սկսեցին մտածել, որ ծերունին կորցնում է իր միտքը, բայց իրականում Մանարյանը տեսնում էր ավելին, քան նրանք կարող էին պատկերացնել։ Նա տեսնում էր ստվերները, որոնք հետապնդում էին իրեն ողջ կյանքը, այժմ, երբ նա մոտենում էր վերջին, այդ ստվերները դառնում էին ավելի իրական, քան երբևէ։ 1988 թվականին, երբ խորհրդային համակարգը դեռ ամուր էր կանգնած, Մանարյանի կյանքում հայտնվեց մի կին, որի անունը երբեք չհնչեց հրապարակայնորեն։ Նրա անունը Լուսինե էր, նա աշխատում էր Մոսկվայի մշակութային նախարարության մի փոքրիկ բաժնում։ Լուսինեն չէր եղել գեղեցկուհի, չէր եղել հայտնի, բայց նա ունեցել էր ինչ-որ բան, որը Մանարյանին գրավել էր անմիջապես, նա գիտեր գաղտնիքներ։ Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայի մի փակ ռեստորանում, որտեղ Մանարյանը հրավիրված էր մի պաշտոնական ընթրիքի։ Լուսինեն մոտեցավ նրան, շշնջաց նրա ականջին. «Ես գիտեմ, թե ինչ են նրանք ուզում քեզնից։ Եվ ես կարող եմ օգնել քեզ»։ Մանարյանը շրջվեց, նայեց նրան, այդ պահին նա հասկացավ, որ այս կինը չէր եղել պարզ պաշտոնյա։ Նա եղել էր ինչ-որ մեկը, ով կապված էր այն ուժերի հետ, որոնք կառավարում էին նրա կյանքը։ Հաջորդ ամիսներին Լուսինեն դարձավ Մանարյանի ստվերը։ Նա հայտնվում էր այնտեղ, որտեղ նա էր, նա զանգահարում էր նրան գիշերվա մեջ, նա ուղարկում էր նրան նամակներ, որոնք լցված էին խորհրդածություններով, զգուշացումներով։ Մանարյանի կինը նախանձում էր, բայց Մանարյանը բացատրում էր, որ Լուսինեն պարզապես բարեկամ է։ Բայց ճշմարտությունը այլ էր։ Լուսինեն եղել էր այն մարդը, ով տեղեկացնում էր Մանարյանին, թե երբ նա վտանգի մեջ է, երբ նա պետք է լռի, երբ նա պետք է խոսի։ Նա եղել էր նրա կապը այն աշխարհի հետ, որը գոյություն ուներ բեմի ետում, այն աշխարհի, որտեղ որոշումները կայացվում էին ոչ թե գրասենյակներում, այլ մութ անկյուններում, որտեղ ոչ ոք չէր տեսնում, ոչ ոք չէր լսում։ Ո՞վ էր իրականում Լուսինեն։ Ինչու՞ էր նա այդքան հետաքրքրված Մանարյանի ճակատագրով։ Եվ ամենակարևորը, ո՞մ համար էր նա աշխատում։ 1990 թվականին, երբ խորհրդային համակարգը փլուզվեց, Լուսինեն անհետացավ։ Մանարյանը փորձեց գտնել նրան, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Ոմանք ասում էին, որ նա մեկնել է արտերկիր, ուրիշներ պնդում էին, որ նա մահացել է։ Բայց Մանարյանը չհավատաց այդ պատմություններին։ Նա գիտեր, որ Լուսինեն չէր կարող պարզապես անհետանալ։ Նա եղել էր չափազանց կարևոր, չափազանց կապված այն համակարգի հետ, որը կառավարում էր նրանց կյանքերը։ Եվ մի օր, 2005 թվականին, Մանարյանը ստացավ նամակ։ Այն եկել էր անանուն, առանց ետադարձ հասցեի։
Ներսում կար մի փոքրիկ թերթիկ, որի վրա գրված էր. Ես դեռ այստեղ եմ։ Ես դեռ հետում եմ քեզ։ Եվ երբ ժամանակը գա, ես կվերադառնամ։ Մանարյանը ճանաչեց Լուսինեի ձեռագիրը։ Նա նստեց իր աթոռին, լաց եղավ։ Նա լաց եղավ, որովհետև հասկացավ, որ նա երբեք չէր լինելու ազատ, որ այն ուժերը, որոնք կառավարել էին նրա կյանքը խորհրդային տարիներին, դեռ այնտեղ էին, դեռ հետում էին նրան, դեռ սպասում էին ճիշտ պահին, որպեսզի կրկին օգտագործեն նրան։ Եվ երբ 2018 թվականին այդ երիտասարդները եկան նրա մոտ, երբ նրանք սկսեցին ճնշել նրան միանալու բողոքին, Մանարյանը հիշեց Լուսինեի խոսքերը։ Նա հիշեց, թե ինչպես նա ասել էր, երբ ժամանակը գա։ Եվ նա հասկացավ, այդ ժամանակը եկել էր։ 2018 թվականի ապրիլի 19-ը, 3 օր առաջ, քան Մանարյանը հայտնվեց հրապարակում, նրա տուն եկավ մի երիտասարդ տղամարդ։ Նա ներկայացավ որպես կամավոր, որպես մարդ, ով ուզում էր օգնել հեղափոխությանը։ Նա բերեց Մանարյանին թարմ հաց, մրգեր, մի փոքրիկ տուփ, որի մասին ասաց, սրանք վիտամիններ են, որպեսզի դուք ավելի լավ զգաք։ Մանարյանի կինը, Արմինեն, վերցրեց տուփը, շնորհակալություն հայտնեց։ Երիտասարդը մնաց մի քանի րոպե, խոսեց Մանարյանի հետ հեղափոխության մասին, հետո հեռացավ։ Հաջորդ օրը նա կրկին եկավ, կրկին բերեց վիտամիններ։ Եվ հաջորդ օրը նույնպես։ Մանարյանը սկսեց ընդունել այդ դեղահաբերը, շուտով նա նկատեց, որ ինչ-որ բան փոխվում է։ Նա զգում էր ավելի հանգիստ, ավելի անտարբեր իր շրջապատի նկատմամբ։ Նրա մտքերը դառնում էին ավելի մշուշոտ, ավելի դանդաղ։ Բայց մինույն ժամանակ նա զգում էր, որ չի կարող հրաժարվել այդ դեղերից։ Երբ նա փորձեց չընդունել դրանք մի օր, նա սկսեց դողալ, սկսեց քրտնել, սկսեց զգալ անտանելի անհանգստություն։ Արմինեն նկատեց այդ փոփոխությունները, բայց երբ նա հարցրեց ամուսնուն, Մանարյանը պարզապես ասաց, ամեն ինչ կարգին է։ Ես պարզապես հոգնած եմ։ Բայց Արմինեն գիտեր, որ դա ճշմարտությունը չէր։ Նա տեսավ, թե ինչպես ամուսինը դառնում էր ուրիշ մարդ, թե ինչպես նրա աչքերը կորցնում էին իրենց փայլը, թե ինչպես նա դառնում էր ավելի հնազանդ, ավելի պատրաստ անել այն, ինչ ուրիշները ասում էին նրան։ Ո՞վ էր այդ երիտասարդ տղամարդը, ով բերում էր այդ վիտամինները։ Ինչու՞ էր անհրաժեշտ դարձնել Մանարյանին կախված այդ դեղերից, ճիշտ այն օրերին, երբ նրան պետք էր հանրության առջ հանել։ 2018 թվականի ապրիլի 21-ին, երբ Մանարյանը կանգնած էր Հանրապետության հրապարակում, երբ ամբոխը ծափահարում էր նրան, երբ լրագրողները շրջապատել էին նրան, նա զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա նայեց շուրջը, տեսավ դեմքեր, որոնք ծանոթ էին, բայց մի նույն ժամանակ օտար։ Նա լսեց ձայներ, որոնք կանչում էին նրա անունը, բայց այդ ձայները հնչում էին կարծես հեռվից, կարծես նա լսում էր դրանք ջրի տակից։ Նա փորձեց խոսել, բայց նրա լեզուն ծանր էր, նրա խոսքերը շփոթված։ Եվ հանկարծ նա տեսավ նրան, Լուսինեին։ Նա կանգնած էր ամբոխի մեջ, մի քանի մետր հեռավորության վրա, նայում էր նրան։ Նրա դեմքը չէր փոխվել, նրա աչքերը դեռ նույն սառը, նույն հաշվարկված էին։ Մանարյանը փորձեց շարժվել դեպի նրան, բայց ինչ-որ մեկը բռնեց նրա ձեռքից, պահեց նրան տեղում։ Նա կրկին նայեց դեպի Լուսինեին, բայց նա արդեն չկար։ Նա անհետացել էր ամբոխի մեջ, կարծես երբեք այնտեղ չէր եղել։ Մանարյանը զգաց սարսափ։ Նա հասկացավ, որ այն, ինչ տեղի էր ունենում, չէր եղել պատահական։ Այն եղել էր ուշադիր պլանավորված, ուշադիր կազմակերպված։ Եվ նա եղել էր պարզապես գործիք, մարիոնետ, որի թելերը քաշում էին այն մարդիկ, ովքեր կանգնած էին ստվերներում։ Ո՞վ էր Լուսինեին։ Ինչու՞ էր նա այնտեղ այդ օրը։ Եվ ամենակարևորը, ինչ դեր էր նա խաղում այս ամբողջ պատմության մեջ։ 2018 թվականի մայիսի սկզբին, երբ Մանարյանը վերադարձավ տուն հրապարակից, նա փակվեց իր սենյակում, չէր դուրս եկել 3 օր։ Նրա ընտանիքը անհանգստանում էր, բայց երբ նրանք փորձեցին մտնել, նա գոչեց, թողեք ինձ միայն։ Երրորդ օրը Արմինեն որոշեց կոտրել դուռը։ Նա մտավ ներս, գտավ Մանարյանին նստած գետնին, նրա ձեռքերում այն տետրը, որում նա գրում էր իր մտքերը։ Նա գրում էր անընդհատ, նրա ձեռքը դողում էր, բայց նա չէր դադարում։ Արմինեն մոտեցավ, կարդաց մի քանի տող։ Այնտեղ գրված էր, նրանք ինձ դարձրին մարիոնետ։ Նրանք օգտագործեցին ինձ, հիմա նրանք կթողնեն ինձ մեռնել։ Բայց ես չեմ թողնի, որ ճշմարտությունը մեռնի ինձ հետ։ Ես կգրեմ ամեն ինչ, ես կպատմեմ ամեն ինչ, մի օր, երբ ես այլս այստեղ չլինեմ, ինչ-որ մեկը կկարդա այս խոսքերը, կիմանա ճշմարտությունը։ Արմինեն լաց եղավ։
Նա նստեց ամուսնու կողքին գրկեց նրան։ Ինչ են նրանք արել քեզ հետ, շշնջաց նա։ Մանարյանը նայեց նրան ասաց, նրանք վերցրին ինձ դարձրին ինձ այն, ինչ ես երբեք չեմ ուզել լինել։ Նրանք դարձրին ինձ քաղաքական գործիք։ Եվ հիմա, երբ նրանք ավարտեցին ինձ հետ, նրանք կթողնեն ինձ մեռնել։ Արմինեն ուզում էր հարցնել, ով են նրանք, բայց նա գիտեր, որ Մանարյանը չի պատասխանի։ Նա գիտեր, որ ամուսինը վախենում է, նույնիսկ իր սեփական տանը, նույնիսկ իր սեփական կնոջ հետ։ Եվ այդ վախը, այդ սարսափը, որը լցնում էր Մանարյանի աչքերը, ասում էր Արմինեին ավելին, քան ցանկացած խոսք կարող էր ասել։ Հաջորդ շաբաթներին Մանարյանի առողջությունը սկսեց արագորեն վատանալ։ Նա դադարեց ուտել, նա դադարեց քնել, նա դադարեց խոսել։ Բժիշկները եկան ասացին, որ նրա սիրտը թուլանում է, որ նրա օրգանիզմը հրաժարվում է պայքարել։ Բայց Արմինեն գիտեր, որ դա ճշմարտությունը չէր։ Մանարյանը չէր մեռնում ֆիզիկական հիվանդությունից։ Նա մեռնում էր կոտրված սրտից, մեռնում էր զգալով, որ իր ողջ կյանքը, իր ողջ աշխատանքը, իր ողջ նվիրվածությունը արվեստին վերածվել էր քաղաքական խաղի։ Նա մեռնում էր գիտակցելով, որ նրան օգտագործեցին, հիմա, երբ նա այլս օգտակար չէր, նրան թողեցին մեռնել միայնության մեջ։ Մի օր, երբ Արմինեն նստած էր նրա կողքին, Մանարյանը բացեց աչքերը նայեց նրան։ Խոստացիր ինձ, ասաց նա թույլ ձայնով։ Խոստացիր, որ դու կպահես այդ տետրը։ Խոստացիր, որ մի օր, երբ ժամանակը կգա, դու կկարդաս այն կիմանաս ճշմարտությունը։ Արմինեն խոստացավ, թե նա չգիտեր, թե ինչ էր այդ ճշմարտությունը։ Մանարյանը փակեց աչքերը շշնջաց, նրանք կգան։ Նրանք կփորձեն վերցնել այն։ Բայց դու չպետք է թույլ տաս։ Եվ հետո նա լռեց, Արմինեն նստեց այնտեղ, բռնելով ամուսնու ձեռքը, սպասելով վերջին, գիտակցելով, որ այն մարդը, ում նա սիրել էր ողջ կյանքը, արդեն հեռանում էր, թողնելով նրան միայն հարցերի ցավի հետ։ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Մանարյանը հեռացավ այս աշխարհից, նրա տուն եկավ մի խումբ մարդիկ։ Նրանք ներկայացան որպես պաշտոնական ներկայացուցիչներ, որպես մարդիկ, ովքեր եկել էին օգնելու թաղման կազմակերպման հետ։ Բայց Արմինեն տեսավ նրանց աչքերում ինչ-որ բան այլ։ Նրանք չէին եկել օգնելու։ Նրանք եկել էին փնտրելու ինչ-որ բան։ Նրանք մտան Մանարյանի սենյակ, սկսեցին փնտրել։ Նրանք բացեցին դարակները, նրանք շրջեցին գրքերը, նրանք նայեցին յուրաքանչյուր անկյունում։ Արմինեն հարցրեց. «Ինչ եք փնտրում»։ Նրանցից մեկը շրջվեց, ասաց. «Մենք փնտրում ենք փաստաթղթեր»։ Կարոր փաստաթղթեր։ Արմինեն հասկացավ, նրանք փնտրում էին տետրը։ Նա հիշեց Մանարյանի վերջին խոսքերը, նրանք կգան։ Նրանք կփորձեն վերցնել այն։ Եվ նա որոշեց, որ չի թողնի, որ դա տեղի ունենա։ Նա գնաց իր սենյակ, վերցրեց տետրը, որը թաքցրել էր իր անկողնու տակ։ Նա դրեց այն իր շորերի տակ, վերադարձավ։ Մարդիկը շարունակեցին փնտրել մի ժամ, բայց ոչինչ չգտան։ Վերջապես նրանք հեռացան, բայց նախքան դուրս գալը, նրանցից մեկը ասաց Արմինեին. «Եթե դուք գտնեք ինչ-որ անսովոր բան, ինչ-որ գրություններ կամ նամակներ, դուք պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ»։ Արմինեն գլուխ թեքեց, բայց ներսում նա գիտեր, որ երբեք չի տեղեկացնի նրանց։ Նա գիտեր, որ այդ տետրը պարունակում էր ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը Մանարյանը ուզում էր պահպանել, նույնիսկ իր մահից հետո։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու՞ էին նրանք այդքան հետաքրքրված Մանարյանի անձնական գրություններով։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ տետրում, որ նրանք այդքան վախենում էին, որ այն հրապարակվի։ 2019 թվականի հունվարին, երբ Երանը ծածկված էր ձյան հաստ շերտով, Մանարյանի թաղման արարողությունից 3 շաբաթ անց, քաղաքի կենտրոնական բանկերից մեկի տնօրենը ստացավ տարօրինակ հեռախոսազանգ։ Անծանոթ ձայնը պահանջեց բացել Մանարյանի անձնական պահատուփը, այն պահատուփը, որի մասին ոչ ոք չգիտեր, նույնիսկ ընտանիքի անդամները։ Տնօրենը մերժեց, բացատրելով, որ առանց ընտանիքի թույլտվության դա անօրինական է։ Հաջորդ օրը նույն ձայնը կրկին զանգահարեց, բայց այս անգամ տոնը այլ էր. «Դուք ունեք 24 ժամ բացելու այդ պահատուփը, ոչնչացնելու այն, ինչ ներսում է։ Հակառակ դեպքում ձեր բանկի լիցենզիան կկասեցվի մինչ շաբաթվա վերջ»։ Տնօրենը սառեց։ Նա գիտեր, որ այս սպառնալիքը դատարկ չէր։ Գիշերվա 2 ժամին նա մտավ բանկ, բացեց պահատուփը, գտավ ներսում 3 բան, հին լուսանկար, որտեղ Մանարյանը կանգնած էր անծանոթ մարդկանց հետ, փակ ծրար, որի վրա գրված էր «Բացել միայն իմ մահից հետո», փոքրիկ ձայնագրիչ։
Տնօրենը միացրեց ձայնագրիչը, լսեց Մանարյանի ձայնը, դողացող, վախեցած, բայց վճռական։ Այն, ինչ նա լսեց հաջորդ 15 րոպեների ընթացքում, փոխեց նրա ողջ պատկերացումը Մանարյանի մասին։ Ձայնագրության մեջ Մանարյանը անուններ էր հիշատակում, անուններ, որոնք դեռ իշխանության մեջ էին, անուններ, որոնք հայտնի էին ամբողջ երկրում։ Նա պատմում էր, թե ինչպես այդ մարդիկը եկել էին նրա մոտ 2018 թվականի մարտին, ինչպես նրանք սպառնացել էին նրա ընտանիքին, ինչպես նրանք ստիպել էին նրան ստորագրել փաստաթուղթ, որտեղ նա կամավորը համաձայնվում էր մասնակցել բողոքին։ Տնօրենը լսեց մինչ վերջ, հետո անջատեց ձայնագրիչը, վերցրեց բոլոր իրերը, դուրս եկավ բանկից։ Նա գիտեր, որ եթե այդ ձայնագրությունը հրապարակվի, ամբողջ քաղաքական համակարգը կտապալվի։ Բայց նա գիտեր, որ եթե նա փորձի հրապարակել այն, նա ինքը կդառնա հաջորդ զոհը։ Ո՞վ էր այդ հեռախոսազանգը կատարել։ Ինչպես էին նրանք իմացել պահատուփի մասին։ Եվ ամենակարևորը, քանի հոգի էին պատրաստ սպանել, որպեսզի այդ ձայնագրությունը երբեք չլսվի։ Մանարյանի վերջին ամիսները չէին եղել պարզապես ֆիզիկական տառապանք։ Դրանք եղել էին հոգեբանական տանջանք, որը դանդաղ ոչնչացնում էր նրան ներսից։ Նրա մերձավորները հիշում են, թե ինչպես նա սկսեց խոսել իր մասին երրորդ դեմքով, կարծես նա այլևս չէր ճանաչում ինքն իրեն։ Մանարյանը մեռավ 2018 թվականի ապրիլին, ասում էր նա։ Այն, ինչ դուք տեսնում եք հիմա, պարզապես թատերական դիմակ է։ Նրա աչքերը, որոնք երբեմն փայլում էին կյանքի սիրով, այժմ դարձել էին դատարկ, անկենդան։ Երբ նա նայում էր հայելու մեջ, նա չէր ճանաչում այն մարդուն, ով նայում էր նրան հետ։ Նրա դեմքը ծածկված էր կնճիռներով, որոնք թվում էր, թե խորացել էին մի գիշերվա ընթացքում։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն շարժվում էին գեղեցիկ ժեստերով բեմի վրա, այժմ անընդհատ դողում էին։ Բժիշկները ասում էին, որ դա Պարկինսոնի հիվանդության նշան է, բայց Արմինեն գիտեր ավելի լավ։ Այդ դողը չէր եղել հիվանդության արդյունք։ Այդ դողը եղել էր վախի արդյունք, այն վախի, որը Մանարյանը ապրում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Նա վախենում էր ամեն դռան բացվելուց, ամեն հեռախոսազանգից, ամեն անծանոթ դեմքից փողոցում։ Նա վախենում էր, որ նրանք կվերադառնան, որ նրանք կավարտեն այն, ինչ սկսել էին։ Եվ այդ վախը, այդ անդադար սարսափը սպանում էր նրան ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն կարող էր սպանել։ Ինչու՞ էր Մանարյանը այդքան վախեցած։ Ինչ էր նա գիտեր, որ մյուսները չգիտեին։ Եվ ով էին այն մարդիկը, որոնց նա այդքան վախենում էր։ 2018 թվականի հունիսին, երբ Մանարյանը արդեն հազիվ էր դուրս գալիս իր սենյակից, նրա տուն եկավ մի կին։ Նա ներկայացավ որպես լրագրող, որպես մարդ, ով ուզում էր գրել Մանարյանի կենսագրություն։ Արմինեն սկզբում մերժեց, բայց կինը պնդեց, ես ուզում եմ պատմել ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ով էր իրականում Երվանդ Մանարյանը։ Արմինեն վարանեց, բայց վերջապես համաձայնեց։ Կինը մտավ Մանարյանի սենյակ, նստեց նրա կողքին։ Նրանք խոսեցին 2 ժամ, այդ ամբողջ ժամանակ Մանարյանը լաց էր լինում։ Նա պատմեց կնոջը ամեն ինչ, այն մարդկանց մասին, ովքեր եկել էին նրա մոտ, այն սպառնալիքների մասին, որոնք նրանք արել էին, այն ճնշման մասին, որը նա զգացել էր։ Կինը ամեն ինչ գրանցեց իր նոթբուքում, խոստացավ, որ կհրապարակի այդ պատմությունը։ Բայց երբ նա հեռացավ, Արմինեն զգաց անհանգստություն։ Ինչ-որ բան սխալ էր այդ կնոջ հետ, ինչ-որ բան, որը Արմինեն չէր կարող բացատրել։ Հաջորդ օրը Արմինեն փորձեց գտնել այդ կնոջը, բայց ոչ մի լրագրող այդ անունով չգոյություն ուներ։ Նա փորձեց զանգահարել այն հեռախոսահամարին, որը կինը թողել էր, բայց համարը անջատված էր։ Արմինեն հասկացավ, նրանց խաբեցին։ Այդ կինը չէր եղել լրագրող։ Նա եղել էր ինչ-որ մեկը, ով ուղարկված էր, որպեսզի իմանա, թե ինչքան է Մանարյանը գիտեր, ինչքան է նա պատրաստ խոսել։ Եվ հիմա, երբ նրանք գիտեին, որ Մանարյանը պատմել է ամեն ինչ, Արմինեն վախենում էր, թե ինչ կլինի հաջորդը։ Ո՞վ էր այդ կինը։ Ո՞մ համար էր նա աշխատում։ Եվ ամենակարևորը, ինչ էին նրանք պլանավորում անել այժմ, երբ գիտեին, որ Մանարյանը խոսել է։ 2018 թվականի սեպտեմբերին Մանարյանի առողջությունը կտրուկ վատացավ։ Նա սկսեց մերժել ուտելիքը, ասելով, որ ամեն ինչ տարօրինակ համ ունի։ Նա սկսեց ստուգել իր ջուրը, մինչ խմելը, պահանջում էր, որ Արմինեն նախ խմի այն։ Նա սկսեց պահանջել, որ նրա դեղերը բերվեն փակ փաթեթներով, ուղղակի դեղատնից, առանց որևէ միջնորդի։ Բժիշկները ասում էին, որ դա պարանոյայի նշաններ են, բայց Արմինեն չէր համաձայնվում։
Նա տեսնում էր, թե ինչպես ամուսինը փոխվում է ամեն օր, թե ինչպես նրա մարմինը թուլանում է, թե ինչպես նրա միտքը մթագնում է։ Եվ նա սկսեց կասկածել, որ Մանարյանի վախերը հիմնավոր էին։ Մի օր, երբ Արմինեն մաքրում էր Մանարյանի սենյակը, նա գտավ փոքրիկ շիշ, որը թաքնված էր գրքերի հետում։ Շիշը դատարկ էր, բայց պիտակի վրա գրված էր անծանոթ անուն, դեղամիջոց, որը Արմինեն երբեք չէր տեսել։ Նա տարավ այն դեղագործին, հարցրեց, թե ինչ է դա։ Դեղագործը նայեց պիտակին, նրա դեմքը գունատվեց։ Որտեղից եք վերցրել սա, հարցրեց նա։ Սա չի վաճառվում Հայաստանում։ Սա հատուկ դեղամիջոց է, որը օգտագործվում է միայն հոգեբուժական հիվանդանոցներում, ծանր հիվանդների համար։ Արմինեն զգաց, որ սառչում է։ Ինչ է անում այս դեղը, հարցրեց նա։ Դեղագործը վարանեց, հետո ասաց, այն դարձնում է մարդուն ավելի հնազանդ, ավելի շփոթված։ Երկարատ օգտագործումը կարող է հանգեցնել հիշողության կորստի, հալուցինացիաների, նույնիսկ մահվան։ Արմինեն վերադարձավ տուն, բախվեց Մանարյանին։ Ո՞վ է քեզ տալիս այս դեղերը, պահանջեց նա։ Մանարյանը նայեց նրան դատարկ հայացքով, ասաց, ես չգիտեմ։ Նրանք գալիս են գիշերները։ Ես չեմ տեսնում նրանց դեմքերը։ Արմինեն հասկացավ, ամուսնուն դանդաղ թունավորում էին, նա ոչինչ չէր կարող անել դրա դեմ։ Ո՞վ էր այդ դեղերը բերում։ Ինչպես էին նրանք մտնում տուն, առանց որևէ մեկի նկատելու։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Էր անհրաժեշտ սպանել Մանարյանին այդպես դանդաղ, այդպես տանջալից։ 2018 թվականի նոյեմբերին, մեկ ամիս առաջ, քան Մանարյանը հեռանար այս աշխարհից, նրա տուն եկավ մի տղամարդ, ում Արմինեն ճանաչեց անմիջապես։ Դա եղել էր այն մարդը, ում անունը Մանարյանը գրել էր իր տետրի վերջին էջում, այն մարդը, ում նա համարում էր իր գերեվարող։ Տղամարդը մտավ առանց թակելու, կարծես նա սեփականատեր էր այդ տան։ Նա նստեց Մանարյանի կողքին, ասաց, ժամանակը եկել է խոսելու։ Արմինեն ուզում էր մնալ սենյակում, բայց տղամարդը նայեց նրան այնպիսի հայացքով, որ նա հասկացավ, ավելի լավ է հեռանալ։ Նա դուրս եկավ, բայց մնաց դռան մոտ, լսեց։ Տղամարդը խոսում էր հանգիստ, բայց սառը ձայնով։ Դու շատ բան ես պատմել այդ կեղծ լրագրողին, ասաց նա։ Դու շատ բան ես գրել այդ տետրում։ Դու նույնիսկ ձայնագրություն ես թողել բանկում։ Դու կարծում ես, որ դու խելացի ես, բայց դու սխալվում ես։ Մանարյանի ձայնը հազիվ էր լսվում, ես ուզում եմ, որ ճշմարտությունը իմացվի։ Տղամարդը ծիծաղեց, ճշմարտություն։ Ո՞ր ճշմարտություն։ Քո ճշմարտությունը, դա պարզապես մի ծերունու պատրանքներ են։ Ոչ ոք չի հավատալու քեզ։ Ոչ ոք չի ուզենալու հավատալ, որ իրենց սիրելի Մանարյանը օգտագործվել է։ Մանարյանը լաց եղավ, ինչու՞։ Արեցիք դա ինձ հետ։ Ես ձեզ երբեք ոչինչ չեմ արել։ Տղամարդը կանգնեց, պատրաստվեց հեռանալ։ Դու էիր ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ասաց նա։ Մենք կարիք ունեինք խորհրդանիշի, դու եղար այդ խորհրդանիշը։ Հիմա, երբ քո դերը ավարտված է, դու կարող ես հանգիստ մեռնել։ Նա դուրս եկավ սենյակից, անցավ Արմինեի կողքով, առանց նայելու նրան, հեռացավ տնից։ Արմինեն վազեց Մանարյանի մոտ, գտավ նրան գետնին, լացող, դողացող։ Նա ճիշտ է, շշնջաց Մանարյանը։ Ոչ ոք չի հավատալու ինձ։ Ես պարզապես մի ծերունի եմ, ով կորցրել է իր միտքը։ Արմինեն գրկեց նրան, ասաց, ես հավատում եմ քեզ։ Եվ մի օր ողջ աշխարհը կհավատա։ Բայց Մանարյանը գիտեր, որ դա երազանք էր։ Նա գիտեր, որ ճշմարտությունը կմնա թաքնված, ճիշտ այնպես, ինչպես այն միշտ եղել էր։ Ո՞վ էր այդ տղամարդը, ով այդքան վստահ էր իր անպատժելիության մեջ։ Ինչու՞։ Էր նա համոզված, որ Մանարյանի ձայնը երբեք չի լսվելու։ Եվ ամենակարևորը, քանի հոգի էին դեռ ապրում, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց ընտրել էին լռել։ 2019 թվականի փետրվարին, երբ Երանը դեռ սուգի մեջ էր Մանարյանի կորստից, քաղաքի հիմնական հեռուստաընկերություններից մեկի տնօրենը ստացավ անանուն փաթեթ։ Ներսում կային 3 դեղն սկավառակներ, առանց որևէ պիտակի կամ բացատրության։ Տնօրենը Վահագն Սարգսյանը միացրեց առաջին սկավառակը իր անձնական համակարգչում, տեսավ ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Էկրանին երում էր Մանարյանի տան ներսը, նկարահանված թաքնված տեսախցիկից։ Ամսաթիվը ցույց էր տալիս 2018 թվականի ապրիլի 18-ը, 3 օր առաջ, քան Մանարյանը հայտնվեր հրապարակում։
Տեսանյութում երում էր, թե ինչպես 3 տղամարդ մտնում են Մանարյանի սենյակ, թե ինչպես նրանցից մեկը հանում է փոքրիկ շիշ լցնում դրա բովանդակությունը Մանարյանի թեյի բաժակի մեջ։ Ձայնը հստակ էր լսվում, սա կդարձնի նրան ավելի համաձայն։ Նա չի հիշի, թե ինչ է ասում, բայց կանի այն, ինչ մենք ասենք։ Վահագնը զգաց, որ սրտի զարկերը արագանում են։ Նա շարունակեց դիտել, հաջորդ տեսարանում տեսավ, թե ինչպես այդ նույն տղամարդիկը բերում են Մանարյանին հագուստ, ինչպես նրանք օգնում են նրան հագնվել, ինչպես նրանք կրկնում են նրա հետ այն խոսքերը, որոնք նա պետք է ասեր հրապարակում։ Մանարյանը նստած էր աթոռին, նրա աչքերը կիսաբաց, նրա դեմքը արտահայտություն չուներ։ Նա կրկնում էր խոսքերը մեխանիկորեն, կարծես ռոբոտ լիներ։ Երբ տեսանյութը ավարտվեց, Վահագնը նստեց լռության մեջ, փորձելով մարսել այն, ինչ տեսել էր։ Նա միացրեց երկրորդ սկավառակը, տեսավ ավելի վատը, այն տղամարդիկը, ովքեր կազմակերպել էին Մանարյանի կամավոր մասնակցությունը, նստած էին գրասենյակում, բաժանում էին փողեր, ծիծաղում էին, տոնում էին իրենց հաջողությունը։ Նրանցից մեկը ասաց, ծերունին կատարեց իր դերը կատարյալ։ Մարդիկ հավատացին, որ դա իսկական էր։ Վահագնը ճանաչեց այդ դեմքերը, դրանք էին մարդիկ, ովքեր այժմ նստում էին իշխանության բարձր պաշտոններում, մարդիկ, ովքեր ներկայացվում էին որպես ժողովրդական հերոսներ։ Ո՞վ էր ուղարկել այդ սկավառակները։ Ինչու։ Հենց հիմա, երբ Մանարյանը արդեն մեռած էր, չէր կարող պաշտպանել իրեն։ Եվ ամենակարևորը, ինչ պետք է աներ Վահագնը այդ ապացույցների հետ, գիտենալով, որ եթե հրապարակի դրանք, նա ինքը կդառնա հաջորդ թիրախը։ Վահագն Սարգսյանը չէր եղել քաջ մարդ։ Նա եղել էր տնօրեն, ով ողջ կարիերան կառուցել էր ապահով խաղալով, երբեք չմտնելով հակամարտության մեջ իշխանության հետ։ Բայց այն, ինչ նա տեսավ այդ սկավառակներում, փոխեց ինչ-որ բան նրա ներսում։ Նա հիշեց, թե ինչպես ինքը տեսել էր Մանարյանին հրապարակում այդ օրը, թե ինչպես նա մտածել էր, որ դա իսկական էր, որ Մանարյանը իրոք հավատում էր այն, ինչ անում էր։ Հիմա նա գիտեր ճշմարտությունը, այդ ճշմարտությունը ծանր էր, անտանելի ծանր։ Նա որոշեց խորհրդակցել իր ամենամերձավոր ընկերոջ հետ, Արման Գրիգորյանի, ով աշխատում էր որպես անկախ լրագրող։ Նրանք հանդիպեցին գիշերվա մեջ, մի փակ սրճարանում, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց։ Վահագնը ցույց տվեց սկավառակները Արմանին, երբ Արմանը դիտեց դրանք, նրա դեմքը դարձավ քարե։ Դու գիտես, թե ինչ ես պահում քո ձեռքերում, ասաց Արմանը։ Սա ոչ թե պարզապես սկանդալ է։ Սա ամբողջ համակարգի քայքայում է։ Վահագնը գլուխ թեքեց, ես գիտեմ։ Բայց ես չեմ կարող լռել։ Մանարյանը չարժանացավ այդ ամենին։ Արմանը լռեց մի քանի րոպե, հետո ասաց, եթե դու հրապարակես սա, նրանք կոչնչացնեն քեզ։ Նրանք կգտնեն քո անցյալից ինչ-որ կեղտոտ բան, կհորինեն, եթե պետք լինի, քեզ կդարձնեն հանցագործ։ Դու պատրաստ ես դրան։ Վահագնը նայեց ընկերոջ աչքերին, ասաց, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ, որ եթե ես ոչինչ չանեմ, ես երբեք չեմ կարողանա նայել հայելու մեջ։ Արմանը հանեց իր հեռախոսը, ասաց, լավ։ Բայց մենք պետք է խելացի խաղանք։ Մենք պետք է պաշտպանենք մեզ նախքան հարձակվելը։ Նրանք սկսեցին պլանավորել, բայց ոչ մեկը չգիտեր, որ այդ սրճարանում մի քանի սեղան հեռու նստած էր մի մարդ, ով լսում էր նրանց ամեն խոսքը, արդեն զանգահարում էր իր վերադասին, զեկուցելու, որ խնդիրը սկսվել է։ Հաջորդ օրը Վահագն Սարգսյանը չհասավ իր գրասենյակ։ Նրա մեքենան գտան քաղաքից դուրս, ճանապարհի կողքին, դատարկ։ Ոստիկանությունը հայտարարեց, որ Վահագնն անհետացել է, սկսեցին որոնողական աշխատանքներ։ Բայց Արման Գրիգորյանը գիտեր, որ դա ստախոսություն էր։ Նա գիտեր, որ Վահագնին վերցրել էին, նա գիտեր, թե ինչու։ Նա փորձեց գտնել սկավառակները, բայց դրանք անհետացել էին Վահագնի գրասենյակից։ Նա փորձեց խոսել ոստիկանության հետ, բայց նրան ասացին՝ մի միջամտեք։ Սա պաշտոնական քննություն է։ Արմանը հասկացավ, որ նա միայն է, որ նա չի կարող պայքարել այդ համակարգի դեմ։ Բայց նա հասկացավ, որ նա չի կարող լռել։ Նա սկսեց գրել հոդված, առանց անուններ հիշատակելու, առանց ուղղակի մեղադրանքներ անելու, բայց բավականաչափ հստակ, որպեսզի նրանք, ովքեր ուզում էին հասկանալ, հասկանային։ Նա գրեց Մանարյանի վերջին օրերի մասին, այն մասին, թե ինչպես ազգային հերոսը վերածվեց քաղաքական գործիքի։ Նա գրեց այն մասին, թե ինչպես մարդիկ, ովքեր պնդում էին, որ պայքարում են արդարության համար, իրականում օգտագործում էին նույն կեղտոտ մեթոդները, որոնք նրանք դատապարտում էին։ Հոդվածը հրապարակվեց մի փոքրիկ առցանց կայքում, սկզբում ոչ ոք չդարձավ ուշադրություն։
Բայց հետո դանդաղ մարդիկ սկսեցին կիսվել այն, սկսեցին խոսել այդ մասին։ Եվ երբ հոդվածը հասավ հազարավոր ընթերցողների, երբ այն սկսեց տարածվել սոցիալական ցանցերում, իշխանությունները սկսեցին անհանգստանալ։ Ո՞վ էր այդ Արման Գրիգորյանը, ով համարձակվում էր մեղադրել նրանց։ Ինչպե՞ս էր նա իմացել այդ ամենը։ Եվ ամենակարևորը, ինչպե՞ս կարելի էր լռեցնել նրան, առանց ավելի մեծ սկանդալ ստեղծելու։ 2019 թվականի մարտին Արման Գրիգորյանը ստացավ հրավեր հանդիպելու մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ կառավարական շենքում, մի շքեղ գրասենյակում, որտեղ պատերը ծածկված էին թանկարժեք նկարներով։ Պաշտոնյան, ում անունը Արմանը ճանաչեց անմիջապես, նստեց իր սեղանի ետում ժպտաց սառը ժպիտով։ «Պարոն Գրիգորյան», սկսեց նա, «դուք գրել եք շատ հետաքրքիր հոդված։ Շատ երակայական»։ Արմանը չպատասխանեց, պարզապես սպասեց։ Պաշտոնյան շարունակեց. «Մենք հասկանում ենք, որ դուք լրագրող եք, որ դուք ունեք ձեր աշխատանքը։ Բայց դուք պետք է հասկանաք, որ կան սահմաններ։ Կան բաներ, որոնց մասին ավելի լավ է չխոսել»։ Արմանը զգաց զայրույթ, որը բորբոքվում էր նրա ներսում։ «Դուք սպառնո՞ւմ եք ինձ», հարցրեց նա։ Պաշտոնյան ծիծաղեց. «Ոչ։ Ես պարզապես խորհուրդ եմ տալիս։ Տեսեք, պարոն Գրիգորյան, մենք ապրում ենք բարդ ժամանակներում։ Երկիրը դեռ վերականգնվում է հեղափոխությունից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հին պատմություններ քայքայեն այն, ինչ մենք կառուցել ենք»։ Արմանը կանգնեց. «Այն, ինչ դուք կառուցել եք, հիմնված է ստերի վրա։ Եվ Մանարյանի պատմությունը ապացույց է դրան»։ Պաշտոնյան դադարեցավ ժպտալ։ Նրա դեմքը դարձավ սառը, սպառնալից։ «Վահագն Սարգսյանը նույնպես մտածում էր, որ նա հերոս է», ասաց նա։ «Տեսեք, թե ինչ պատահեց նրա հետ»։ Արմանը զգաց սարսափ, բայց չցույց տվեց այն։ «Դուք խոստովանում եք», հարցրեց նա։ Պաշտոնյան ծիծաղեց կրկին. «Ես ոչինչ չեմ խոստովանում։ Ես պարզապես նշում եմ փաստ»։ Վահագն Սարգսյանը անհետացավ, ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա։ «Կարող է նույնը պատահել ձեզ հետ, եթե դուք շարունակեք այս ճանապարհով»։ Արմանը դուրս եկավ այդ գրասենյակից, դողալով, բայց վճռական։ Նա գիտեր, որ նա վտանգի մեջ է, բայց նա գիտեր, որ նա չի կարող դադարել։ Մանարյանի պատմությունը պետք է պատմվեր, նույնիսկ եթե դա նշանակում էր նրա սեփական կյանքը վտանգի տակ դնել։ 2019 թվականի ապրիլին, ճիշտ 1 տարի անց Մանարյանի հրապարակում հայտնվելուց, Արման Գրիգորյանը հրապարակեց երկրորդ հոդված։ Այս անգամ նա ավելի համարձակ էր։ Նա անուններ հիշատակեց, նա ամսաթվեր նշեց, նա նկարագրեց այն մեթոդները, որոնք օգտագործվել էին Մանարյանին ստիպելու համար։ Նա գրեց այն դեղերի մասին, որոնք տրվել էին նրան, այն սպառնալիքների մասին, որոնք արվել էին նրա ընտանիքին։ Նա գրեց այն մարդկանց մասին, ովքեր կազմակերպել էին այս ամենը, նա պահանջեց արդարություն։ Հոդվածը պայթյուն առաջացրեց։ Հազարավոր մարդիկ կիսվեցին այն, հազարավորներ պահանջեցին քննություն։ Բայց իշխանությունները արձագանքեցին այլ կերպ։ Նրանք հայտարարեցին, որ Արման Գրիգորյանը տարածում է կեղծ տեղեկություններ, որ նա փորձում է անկայունացնել երկիրը։ Նրանք սկսեցին քննություն նրա դեմ, մեղադրելով նրան հանրային անկարգություններ հրահրելու մեջ։ Արմանի բանկային հաշիվները սառեցվեցին, նրա տունը խուզարկվեց, նրա համակարգիչը հեռախոսը բռնագրավվեցին։ Բայց Արմանը արդեն պատրաստ էր դրան։ Նա արդեն պատճենել էր բոլոր ապացույցները ուղարկել դրանք արտասահմանյան լրատվամիջոցներին։ Եվ երբ այդ պատմությունը սկսեց հրապարակվել միջազգային մամուլում, երբ աշխարհը սկսեց խոսել Մանարյանի ողբերգության մասին, իշխանությունները հասկացան, որ նրանք կորցրել են վերահսկողությունը։ Ո՞վ էր այդ Արման Գրիգորյանը, ով համարձակվեց մարտահրավեր նետել ամբողջ համակարգին։ Ինչպես էր նա կարողացել դիմանալ այդ ամենին։ Եվ ամենակարևորը, ինչ էր լինելու հիմա, երբ ճշմարտությունը դուրս էր եկել։ 2020 թվականի դեկտեմբերին, 2 տարի անց Մանարյանի մահից, Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ բավարար ապացույցներ չկան քրեական գործ հարուցելու համար Մանարյանի գործի շուրջ։ Պաշտոնական հայտարարությունը ասում էր, որ Երվանդ Մանարյանը կամավոր մասնակցել է 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին, ոչ մի ապացույց չկա, որ նա ճնշման տակ է եղել։ Այդ հայտարարությունը եկավ նույն օրը, երբ Արման Գրիգորյանը գտնվեց մահացած իր բնակարանում, պաշտոնական տարբերակով, սրտի կաթված։ Նրան էր միայն 45 տարեկան, նրա բժիշկները երբեք չէին նշել սրտի խնդիրներ։
Նրա ընկերները, նրա գործընկերները, նրանք, ովքեր ճանաչում էին նրան, չհավատացին պաշտոնական տարբերակին։ Բայց ոչ ոք չէր կարող ապացուցել հակառակը։ Արմանի համակարգիչը, որտեղ նա պահում էր բոլոր ապացույցները, անհետացավ։ Նրա պահուստային կրիչները, որոնք նա թաքցրել էր տարբեր վայրերում, բոլորը գտնվեցին վերցվեցին։ Այն մարդիկը, ում նա վստահել էր, ում նա տվել էր պատճեններ, մեկը մեկի հետից լռեցին, վախենալով նույն ճակատագրից։ Մանարյանի ընտանիքը շարունակեց ապրել լռության մեջ։ Արմինե Մանարյանը, ով երդվել էր պահպանել ամուսնու տետրը, վերջապես հանձնեց այն իշխանություններին, երբ նրան ասացին, որ եթե չանի դա, նրա որդին կարող էր դժբախտ պատահար ունենալ։ Տետրը պաշտոնապես կորավ արխիվներում, երբ Արամ Մանարյանը փորձեց պահանջել այն հետ, նրան ասացին, որ այդպիսի փաստաթուղթ երբեք չի գրանցվել։ Բանկային պահատուփը, որտեղ Մանարյանը թողել էր ձայնագրությունը, բացվեց պաշտոնական հրամանով, ներսում ոչինչ չգտնվեց։ Բանկի տնօրենը, ով լսել էր այդ ձայնագրությունը, հրաժարվեց մեկնաբանել, ասելով միայն, որ ես ոչինչ չեմ հիշում։ Այն մարդիկը, ովքեր կազմակերպել էին Մանարյանի կամավոր մասնակցությունը, շարունակեցին իրենց կարիերան։ Ոմանք դարձան նախարարներ, ուրիշները դեսպաններ, երրորդները բարձրաստիճան խորհրդականներ։ Նրանք հայտնվում էին հեռուստատեսության էկրաններին, խոսում էին արդարության ճշմարտության մասին, պատմում էին, թե ինչպես են նրանք պայքարել ժողովրդի համար։ Եվ երբ լրագրողները հարցնում էին նրանց Մանարյանի մասին, նրանք ժպտում էին, ասում էին, Մանարյանը մեծ մարդ էր։ Մենք երջանիկ ենք, որ նա մեզ հետ էր այդ պատմական օրերին։ Լուսինե Ավագյանը, այն կինը, ով հայտնվել էր Մանարյանի կյանքում խորհրդային տարիներին, ում նա տեսել էր հրապարակում 2018 թվականի ապրիլին, երբեք չգտնվեց։ Նրա անունը չկար ոչ մի պաշտոնական ռեեստրում, նրա գոյությունը չէր հաստատվում ոչ մի փաստաթղթով։ Նրանք, ովքեր պնդում էին, որ տեսել են նրան, դանդաղ սկսեցին կասկածել իրենց հիշողության մեջ։ Գուցե նա երբեք չի եղել գոյություն։ Գուցե նա եղել է պարզապես ստվեր, ուրվական, որը հայտնվում էր, երբ անհրաժեշտ էր, անհետանում էր, երբ աշխատանքը կատարված էր։ Այսօր, երբ դուք քայլում եք Երանի փողոցներով, դուք կտեսնեք Մանարյանի անվան թատրոն, Մանարյանի արձան, Մանարյանի անվան փողոց։ Դուք կտեսնեք նրա լուսանկարները պաստառների վրա, կլսեք նրա մասին պատմություններ հեռուստատեսությունում։ Բայց դուք երբեք չեք լսի ճշմարտությունը։ Դուք երբեք չեք իմանա, թե ինչ տեղի ունեցավ այդ վերջին ամիսներին, թե ինչպես ազգային հերոսը վերածվեց քաղաքական գործիքի, թե ինչպես նրա վերջին օրերը վերածվեցին տանջանքի։ Մանարյանի պատմությունը դարձավ զգուշացում, բայց զգուշացում, որը ոչ ոք չուզեց լսել։ Այն դարձավ հայելի, որը ցույց էր տալիս, թե ինչպես են իշխանությունները օգտագործում մարդկանց, նույնիսկ այն մարդկանց, ում ամբողջ ազգը սիրում հարգում է։ Այն ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան սրբազան բաներ, որ ամեն ինչ կարող է դառնալ գործիք, եթե դա ծառայում է նպատակին։ Բայց գուցե ամենավախեցնողը այն է, որ Մանարյանի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Այն շարունակվում է այսօր, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում է ասել ճշմարտությունը, լռեցվում է։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ ապացույցները անհետանում են, երբ վկաները վախենում են խոսել, երբ համակարգը պաշտպանում է իրեն, անկախ գնից։ Մանարյանի տետրը, որը Արմինեն հանձնեց իշխանություններին, իսկապես կորավ արխիվներում, թե՞ այն դեռ գոյություն ունի ինչ-որ տեղ, սպասելով այն օրվան, երբ ինչ-որ մեկը կունենա քաջություն հրապարակել այն։ Ձայնագրությունը, որը Մանարյանը թողել էր բանկում, իսկապես ոչնչացվեց, թե՞ ինչ-որ մեկը պատճենել է այն պահում է որպես ապահովագրություն։ Եվ այն դահլիճ-սկավառակները, որոնք ուղարկվեցին Վահագն Սարգսյանին, ով էր դրանք պատրաստել, արդյոք կան դեռ պատճեններ ինչ-որ տեղ։ Գուցե ամենակարևոր հարցը այն է, քանի՞ Մանարյան կա դեռ մեր շրջապատում։ Քանի՞ մարդ են օգտագործվում այսօր, այս պահին, որպես քաղաքական գործիքներ, առանց որ մենք իմանանք դրա մասին։ Քանի՞ ծերունի, քանի՞ հարգված մարդ, քանի՞ ազգային հերոս են ստիպված անում բաներ, որոնք նրանք չեն ուզում անել, որովհետև նրանք վախենում են, որովհետև նրանց սպառնում են, որովհետև նրանք գիտեն, որ եթե հրաժարվեն, նրանք կկորցնեն ամեն ինչ։ Մանարյանի պատմությունը չի ավարտվել։ Այն շարունակվում է ամեն օր, ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք հանրային դեմք, ով ասում է բաներ, որոնք թվում են տարօրինակ, ով վարվում է այնպես, որ չի համապատասխանում նրա անցյալին։ Եվ մենք պետք է հարցնենք մեզ, արդյոք այդ մարդը իսկապես ազատ է, թե՞ նա մեկ ուրիշ Մանարյան է, ով գերի է վերցված իր սեփական հռչակի, իր սեփական անցյալի, իր սեփական վախերի կողմից։ Ընկերներ, ինչպե՞ս եք վերաբերվում Երվանդ Մանարյանին։
Եղել է նա համակարգի զոհ, թե՞ ինքը պատասխանատու է իր ճակատագրի համար։ Գիտեք արդյոք, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ օրերին, երբ նրան հանեցին հրապարակ։ Հիշում են արդյոք ձեր քաղաքում Մանարյանին, խոսում են նրա մասին ճշմարտությունը, թե՞ շարունակում են պատմել միայն գեղեցիկ առասպելները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են ճշմարտությունը։ Եթե դուք հավատում եք, որ Մանարյանի պատմությունը պետք է իմացվի, սեղմեք հավանել բաժանորդագրվեք մեր ալիքին։ Միայն միասին մենք կարող ենք պահպանել հիշողությունը այն մարդկանց, ովքեր դարձան համակարգի զոհերը։